Երբ որ Երևանի քաղաքապետարանից փորձել ենք խնդրենք այդ 6 պարտավորագրերը, իրենք մեզ ոչինչ չեն տվել։ Դուք տեղյակ եք գոյություն ունեն արդյոք այդ պարտավորագրերը եւ այդ շուշարձանները գոյություն ունեն թե ոչ։ Ես ինքս ճարտարապետ եմ, ցավոք սրտի ոնց որ պարոն Այվազյանն ասել, դա իրավաբանական հարց է։ Ճիշտ կլիներ որ քաղաքապետարանից պահանջեք իրավաբան։ Ոնց է եկել, լավ եմ արել։ Գիտեք ոչ, ասեք բաներ։ Մի բան ասեմ ձեզ, որ ծիգնակնքեր, որ դուք ասում եք չի հասկանալու չի ինչի Երևանի քաղաքապետարանակնքեր, այդ ծիգնակնքեր, ծիգը ունի լիազորագիր, թե չէ մենք չենք կնքեր, լիազորագիրը մեզ ներկայացում։ Երևանի քաղաքապետարան։ Հա, դե չէ, շատերը զարմա, որ ներկայացրեցին ասում ծիգնակ։ Ես գիտեք, որպես Երևանի քաղաքացի, որը ծնվել մեծացել է, երկար ժամանակ բացակայել է Հայաստանից եւ վերջապես երբ որ վերադարձել է, դա 83 թիվն է, Հանրապետության 49, ժամանակ Ալավերդյան 49 շենքի բնակչուհին է։ Ուրեմն, երբ որ ես ուզում եմ փոխանակել Ռուսաստանից Երևան այդ բնակարանը, ես եկա տեսա, ինձ շատ դուր եկավ, բայց հարևանները բոլորը ասում են, ինչ եք փոխանակում, շուտով այդ շենքը քանդելու են, շուտով քանդելու են, 30 թվականի շենք է, թե 28 թվականի, որը ես չեմ փոխի այսօրվա ոչ մի էլիտ շենքի հետ, որոնց ես տեսնում եմ ինչպես են կառուցում։ Ուրեմն դե որպես անձ, որը գումարներ ա դնում, որը տեղափոխում է, գնացի ճարտարապետի մոտ գլխավոր եւ ասացի, ինչ է լինելու ճակատագիրը այդ շենքի։ Իրանք ասացին, որ ոչ մի բան, այդ շենքը, բայց ասեցի, իսկ այս կողքի շենքերը, որոնք կան հին, ասեց, մենք բոլոր այդ շենքերը հավաքելու ենք Ալավերդյան փողոցի վրա եւ անելու ենք հին Երևան։ Այդ ասած գլխավոր ճարտարապետը 83 թվականին, ես չգիտեմ ով էր այդ ճարտարապետը, երիտասարդ տղա էր։ Չէ, հանրապետության որ այստեղ բոլորը ճիշտ ասած, չգիտեմ, չեն հիշում, ոնց որ չգիտեմ ինչ մտնում։ Համենայն դեպս ոչ ոք չգիտի ով էր այդ գլխավոր ճարտարապետը ինձ օֆիցիալն հայտարարեց։ Արամ Ներսիսյանն է։ Ինքը զբաղվում էր դրանով, ես էլ։ Երիտասարդ անձնավորությունը բավականին սիմպաթիչն։ Եվ նույն ասենց անհոգ եղեք, այս ձեր շենքին ոչ ոք ձեր չի տա, եւ այդ շենքը մնալու է։ Պլյուս դրան ամբողջ Ալավերդյան փողոցը պետք է դառնա հին Երևան։ Բոլոր այդ հին շենքերը կհավաքվեն այդտեղ։ Ինձ այնքան դուր եկավ, ես պատկերացրեցի, որ ես Նևսկի պրոսպեկտի վրա եմ ապրելու, բայց անցավ ժամանակ հանկարծակի հայտնվեցին բարձրահարկ շենքեր այդ նեղ փողոցի համար ոչ պիտանի եւ իմ բակը, որը մինիստրների խորհրդի մեքենաներն էին կանգնում, հիմա միայն այդ բակում 5 շենք կառուցվեց։ Պատկերացնում եք, պատուհանը բացում ես եւ դիմաց այստեղից ընդեղ հեռավորության վրա շենք է։ Աստված չանի, մեր շենքը Բաղդադի է, եթե հանկարծակի հրդեհ լինի, անգամ մեքենան չի կարող մտնալ բակի կողմից։ Խնդրեմ, այսօրվա մեր ճարտարապետական դեմքը, որը ամոթ է Երևանը աղավաղել, ամբողջ կենտրոնը լցնել շենքերով, անորակ, ես իմ աչքիս առաջ այդ էլիտ շենքն են, որը $2500 արժի քառակուսի մետրը, բետոնից այսպես կանգնացնում են սյուներ, բլոկները շարում են, վրան քարը խփում են, դա այսօրվա շենք է, թող ճարտարապետները մտածեն նաև որակի մասին, իսկ այդ սև շենքեր մեր դեմքն էր, մեր հին Երևանն էր, եւ երբ որ Թիֆլիսով ման ես գալիս եւ հայերի շենքերին ձեր չեն տալիս, միայն փակում են այդպես, ինչ են անում, ազգանուններն են ջնջում, որ ինչա իրենցը դառնա, իսկ մենք որ մենքը ունենք, դա ոչնչացնում ենք, ամոթ է մեր ճարտարապետներին։ Կար հուշարձան, որտեղ Պուշկինը հանդիպում է իրանից վերվող գրիբայրների գաղին, եւ այդ վայրում շատ պատմական երկու հանճարներ եւ լորվա ժողովուրդը դիմավորում է եւ նրան եւ ճանապարհում են եւ այդտեղ կառուցում են աղբյուր հուշարձան։ Այդտեղ կառուցում են աղբյուր հուշարձան, որը սրբավայր էր, ես հիշում եմ, բոլոր սերունդների համար։ Մեր խելոք մարզպետ Հենրիկ Կոչինյանը վերցրեց այդ հուշարձան տեղափոխեց ուրիշ տեղ, շատ հիմնավոր պատճառներ,
ճանապարհ առաջ անցնում էր այդտեղով, հետո ճանապարհը տեղափոխվեց ներքև, թունելը դարձրեց հետո, ճանապարհը կառուցվեց այնտեղ, բայց քանի որ բանուկ էր այստեղը եւ հարմար էր, որ այդ հուշարձանը լիներ ուրիշ տեղ, ուրիշ փողոցում, իսկ տվյալ դեպքում հուշարձանի արժեքը հիմնականում, եթե չասեմ միայն այն է, որ հենց այդ տեղում է Պուշկինը հանդիպել Գրիբայեդովին, դրա արժեքը հենց դառնում էր, աղբյուրը հուշարձան չէր, արժեք չէր դառնում, մի քանի հատ քար էր դրած, բայց մարդիկ խելոք էին, կրեատիվ ուղեղ ունեն, էլի, մտածեցին, որ հարկավոր է հուշարձան տեղափոխել ուրիշ տեղ, եւ տեղափոխեցին։ Սա մշակույթի արժեքների նկատմամբ, այսպես կամահրական, ոչ մասնագիտական, եթե մասնագիտական ու մասնակից տեղնություններանում, վերաբերմունք է եւ աննորմալ երևույթ։ Այդ երևույթ հիմա էլ է շարունակվում։ Ես ուզում եմ ուղղակի ընկերական դիտողություն անել Լևոնին, եթե դուք մարդկանց հետ համաձայն չեք, կարծիքները ամենևին ձեր հետ չեն համընկնում, ամենևին դա հիմք չի տալիս ձեզ վիրավորելու նրանց, ովքեր իրանց գործն են անում։ Դուք մի քանի տեխնիկ, մի քանի բառ օգտագործեցիք, ինձ էլ վիրավորել։ Չի կարելի ընկալման խնդիր դնել, հասկացնելու, դասախոսություն կարդալու, չի կարելի այդպես վերաբերվել դահլիճին։ Այստեղ կան պրոֆեսիոնալ արտարապետներ, որ համես խելոք նստած լսում են, չի կարելի այդպես անում։ Եթե կա պատվերի խնդիր կամ դուք շենք եք սարքել, ձեր գործն է, բայց դրա համար մի հակադրվեք կառույցներին նրանց մեղադրելով պատվեր կատարելու, չգիտեմ, ես հիմա պատվեր եմ կատարում, ես պաշտպանում եմ իրենց։ Իմ թշնամիներ բոլորնանք, այդ թշնամիներն են բոլորնանք, ովքեր հուշարձան են ոչնչացնում, ով է լինի, երբ է լինի։ Հուշարձան ոչնչացնողը պետության թշնամի է, հենց ճոռոն բառեր չեմ ասում։ Սա աշխարհի ադատն է, գալիս է հազարամյակներ, բոլոր քաղաքակիրթ երկրները սա իրենց համար կյանքի օրենք են դարձել։ Հինը հուշարձանը չպետք է ոչնչացնել, շատ պարզ։ Իսկ մենք հիմա նայում ենք պրոցեսին, ոչնչացող Երևանին։ Կանգնեք հրապարակում եւ նայեք Թամանյանի թողած շենքերի հետևում ինչեր են կանգնած։ Եթե որևէ ճարտարապետ այսօր ապրող կասի, որ դա սիրուն է, ես իրան կհամարեմ իմ թշնամի։ Կերակ չէ, ոչնչացրիք չէ Երևան։ Ասում եք քիչ են պայքարում, այլ հա քիչ են պայքարում։ Կանգնեք կողմների շատ պայքար են։ Բանի պրոսպեկտի շուկայի վրա մեր երեխեքը կռիվ տվին, ով կռիվ տվեց, ծեծվեց ոստիկանությունը գավ, կողքներն էիք, մի հատ ճարտարապետ կա։ Գիտեք քանի ճարտարապետ հետո լֆիկի համար մրցույթ էին կանգնած, թե ով է պատվերը կատարելու։ Հուշարձանը իրան տալուց հետո, թե ով է դիզայնը անելու։ Ճարտարապետներ։ Այո, այո։ Ես ձեզ ասեմ, ես աշխատել եմ եւ մշակույթի նախարարությունում եւ 15 տարի պարլամենտում մշակույթի հանձնաժողովում եմ եւ ուզում եմ ձեզ ներկայացնել այս չարիքների մի աղբյուրը, որը սկսվեց 2001-ից։ Մենք օրենքով մշակույթների հուշարձանների պաշտպանությունը դրել էինք ազգային ժողովի վրա։ Ինչ է ուզեք ասել, ազգային ժողովը ավելի բարձր եւ ավելի բաց ամբիոն է, քան կառավարությունը։ Եվ մինչև 2001-ը հուշարձանների ցուցակը հաստատվում էր ազգային ժողովում։ Ռոբերտ Քոչյանի թեթև ձեռքով այդ որոշումը, այդ օրենքը փոխվեց եւ անցավ կառավարության եւ սկսվեց այնտեղից գաղտնի որոշումներ, ցուցակից անվեցին հուշարձաններ եւ այլն եւ սկսվեց այս ամենը։ Ընդ որում ես միշտ հայտարարում եմ Ռոբերտ Քոչյանի երբևէ ես եթե ստացվի դատի եմ տանում միայն նրա համար, որ Հայաստանի շարժական հուշարձաններ մեկ բեռնատար ինքը Թուրքիայով տեղափոխեց Գերմանիա։ 11-րդ դարի ավետարաններ կային, ձեռագրեր կային, որտերի ձեռագրերը կար, Եկատերինայի ձեռագրերը կային։ Այդ կրկնում եմ մեկ բեռնատարով առանց թույլատվության, առանց մաքսային բանի տեղափոխվեցին Գերմանիա, երբ Պետրովսկու ժամանակվանից, Օրբելու ժամանակվանից բարեխիղճ ամենը պահպանվում էր Հայաստանում։ Հաջորդ քայլը եղավ այդ ցուցակները հաստատելու իրավասությունը խորհրդանից կառավարությանը տալը եւ տեղի ունեցավ այն, ինչ հաճախ հիմա է տեղի ունենում։ Մենք նախաձեռնել ենք այդպիսի քայլ, նախաձեռնություն, ես եւ պարոն Արշակ Բանուչյանը, որ Մատենադանի նախկին փոխտնօրենն է եւ միասին մենք փոխնախարար ենք աշխատել մշակույթի նախարարությունում, հետ պետք է օրենքը եւ բերել ցուցակը հաստատել խորհրդանում։ Սա մեծ խնդիր չի լուծի, բայց կարծում եմ բացերից մեկը կարող է փակել։ Մենք նախաձեռնել ենք եւ մինչեւ հիմա հաջողություն չունենք 83-ի հուշարձանների ցուցակը
ունենալ, դիմել ենք պաշտոնապես մշակույթի նախարարությանը չեն տվել, ինձ համար զարմանալի է, որ դուք ասեցիք, այդ ցուցակը կա, ես պետք է խնդրեմ ուղղակի այդ ցուցակը էլեկտրոնային տարբերակով կամ այո, Խորհրդային միության հուշարձանների հաստատված ցուցակը, վերջին ցուցակը Խորհրդային միության ժամանակ հաստատված, որպեսզի ասեմ նպատակը որն է, մենք նախաձեռնել ենք այսպիսի բան, սվերկա անել, կներեք բարի համար, համատություն անել, ինչ ենք ունեցել, ինչ ենք ստացել սովետից եւ ինչն ենք պահպանում, որպեսզի փորձենք արանքում բան չկորչի, հուշարձան չկորի այդ արանքում, գոնե հնարավորինս այդ երկու ցուցակները մոտեցնել իրար։ Եթե այս հարցում կլինեն մարդիկ, որոնք կարող են մեզ օգտակար լինել, օգնել ցուցակների բաների հետ կապված, ես շնորհակալ կլինեմ եւ կրկնում եմ նախաձեռնելու ենք նաեւ երևի աշնանը կարողանանք հասցնել ԵՊՏՏ հուշարձանների ցուցակը ցանկը վերել հաստատել խորհրդարանի միջոցով։ Եվ եթե կլինեն հարգելի ժողովուրդ, շնորհակալ եմ այս միջոցառման համար, ես հրավեր ստանալուց հետո հաճիկով սպասում եմ, որ գամ, խոսեմ, ուզում եմ ձեր կողքին լինել, ուզում եմ դուք իմ կողքին լինել։ Հանձնաժողովում ունենք աջակցող պատգամավորներ, որոնք իսկապես շատ տրամադրված են հուշարձանների պահպանելու։ Մի երկու հարց քննարկվել է եւ ես վստահորեն կարող եմ ասել, կան բավականաչափ պատգամավորներ, որոնք ձեր ցանկացած նախաձեռնություն, խոհեմ նախաձեռնություն, հուշարձանի շահապահպանող նախաձեռնություն կարող ենք անցկացնել։ Դժվարություններ կարող է լինել խորհրդանուն ընդհանուր անցկացնելու ժամանակ, որին դեմ կլինի կառավարությունը, երբ որ կառավարությունը դեմ է լինում, մեծամասնությունը չմտածելով անգամ դեմ է քվեարկում, բայց կրկնում եմ, հանձնաժողովը, որ շատ կարևոր է, մշակույթի հանձնաժողովում ես ձեզ զգուշում եմ, որ հնարավորություն ունենք անցկացնել ցանկացած նախագիծ, որը դուք կգտնեք այս պահին հրատապ է, անհրաժեշտ է, փրկող է եւ այլն։ Հա, պատվերը ես ձեր պատվերը կկատարեմ այդ առումով, հաճույքով կկատարեմ եւ ինձ որևէ մեկ չի կարող մեղադրել Հայաստանի հուշարձանի պահպանման պատվեր կատարելու մեջ։ Շնորհակալություն։ Չէ, պատգամը պատվերը տարբեր է։ Պատգամը ես ձեզ խնդրում եմ, հորդորում եմ, իսկ պատվերը փող եմ տալիս, ասում են գնացեք Թումանյան 12 գիշեր կսարքեք։ Ես ելույթ ունեցա։ Ձեզ եմ հարցում։ Եթե թույլ եք տալիս, հաճույքով, բայց ձեզնից հետո ձայնը տալիս եմ Գրիգորին, հա, որովհետեւ ձայն են մարդկանց, ովքեր չեն ունեցել հնարավորություն խոսել։ Անվերջ հուշարձանների միացրած է։ Նախ առաջին օրին պարոն Այվազյան, խնդրում եմ, այնպեսի տպավորություն ստացվեց, որ 83 թվականի միջև հուշարձան, 78 թվականին ստեղծվել է Երևանի հուշարձանների բաժինը, ուրեմն մի րոպե շատ խորը չի, այն որ ես սկզբից ասեցի ու որոշ մարդիկ այսպես վիրավորական ընդունեցին, 78 թվականին միջև 83 թվականին բոլոր մենք ցուցակները կազմել ենք, չափարկությունները արել են, սլայդով անդադ փորձել ենք պրոպագանդել, մեր միտինգները արել ենք, այնպես որ խոպանում չի եղել մշակույթի նախարարությունը, իսկ հիմա ես ընդամենը ասեցի, որ այդ ցուցակը ինձ պետք է։ Չէ, ես ուրիշ բան եմ ուզում ձեզ ասել, դուք տեսեք, եթե անհանգստացած եք հուշարձաններով, հա, ես օրինակ առաջի օրվա ինձ որ 7 հանրապետությունը ստեղծվել է, ասել եմ պետք է ունենանք հուշարձանների պահպանության, շահագործման, նույնիսկ տուրիզմի առանձին նախարարություն, որովհետև Հայաստանի Հանրապետության ամենամեծ գանձը դրանք հուշարձաններն են, ուրիշ բենզին, գազ, մաս մենք չունենք, մինչև այսօր չեն արվել, խեղվեց, եղած խորհրդային ամբողջ ստրուկտուրան քանդվեց, տվեցին մշակույթի նախարարության, ու ես համոզված եմ, մինչև առանձին չլինի կոմիտե մինիմում հուշարձանների, ոչ մի մշակույթի նախարարություն, ոչ մի պետական ուրիշ ստրուկտուրա չի կարող, որովհետև այսօր նույնիսկ հուշարձանները վերականգնում են, սովորական գնումների օրենքով մրցույթներ են անցկացնում են, ծանհանգույց սարքող հիվանդանոց կամ բնակելի տուն սարքող շինարարական կազմակերպությունը գալիս է հուշարձանը վերականգնում, այսինքն թե հարցերը շատ խորքային են։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Մանուկյանի ելույթին, եթե դուք անհանգստացած եք, եթե մենք սա հուշարձանների հարցը ուղարկենք խորհրդարան, կներեք, մենք գիտենք խորհրդարանում իշխող ուժերի հնարավորությունը, այդ նշանակում է մենք հուշարձանները ընդհանրապես պրավալ տանք, որովհետև գիտեմ այնտեղ ինչպիսի քննարկումներ են գնալու անկախ ձեր ցանկություններից, գիտենք չէ, մենք խորհրդարանը մեր խորհրդարանն է, մեր պատգամավորներ ու մենք այդ բոլորին տեղյակ ենք։ Ես ինձ իրավունքը վերապահեմ որպես երևանցի խոսելու, որովհետև ես աբսուրդային եմ համարում որևէ թեմա զուտ մասնագիտացնել եւ ներկայացներին ասել, որ ինչ-որ հարցերի ընկալման կամ չընկալման խնդիրները կապված են մասնագետ կամ ոչ մասնագետ լինելու հետ,
Ես այնքանում ինչքան որ տեղյակ եմ, զգում եմ որպես երևանցի եւ կարդացել եմ, հուշարձանը ինձ համար իմ կրթությամբ ձևավորվել է կապված տվյալ միջավայր տեղի հետ, եթե մենք հուշարձանը փոխում ենք իր տեղից եւ ուրիշ տեղ հավաքում ենք, այն այլևս չի գտնվում տվյալ հասցեում, այն այլևս ինձ համար հուշարձան չէ, դա քարերի կույտ է։ Երկրորդը ես մասնագիտությամբ բանասեր եմ, չեմ սիրում շեշտել իմ կոչումները, բանասիրական գիտությունների թեկնածու եմ եւ ուսումնասիրում եմ մասնավորապես նշանագիտություն եւ PR տեսություններ, ցանկացած բանավեճի մեջ կան շատ հետաքրքիր հնարքներ, որոնք կիրառվում են, եթե բովանդակային մասը թերի է, ձևային կողմը շեշտվում է եւ դա մենք կարող ենք կարդալ բազմաթիվ տեսությունների մեջ, Էրիկ Բերնի, Մայքլ Լոլի եւ այլն, եւ այստեղ եթե խնդիր է դրվում շեղել, ապա մենք կարող ենք բազմաթիվ այլ օրինակներ բերել եւ ասել, թե ուր էին այս նույն պայքարողները, եթե այսպիսի բաներ էին տեղի ունենում։ Ես ասեմ, որ եթե մենք մասնագիտական հարթության վրա ենք դիտարկում հարցը, ապա նույն Փակշուկայի քանդման եւ Աճարանի դպրոցի քանդման վարականներում ես որպես քաղաքացի սպասում էի մասնագետներին, ճարտարապետներին, որպեսզի այնտեղ կանգնեին եւ իրենց խոսքը ասեին։ Ես նրանցից շատ քչերին եմ այնտեղ տեսել որպես քաղաքացի։ Սա ուղղակի իմ դիտարկումն է։ Իսկ եթե մենք ի վերջո փորձում ենք հասկանալ, որ սա զուտ միայն ճարտարապետական խնդիր չէ, այլև քաղաքացիական խնդիր, ապա փոխանդարձ ուղղակի հարգանքով պետք է բոլորի կարծիքները հաշվի առնենք եւ հաշվի նստենք նաեւ իրավաբանների հետ, ովքեր իրենք են ընթերցում եւ մեկնաբանում, մասնագիտական մեկնաբանությունը տալիս հարցի իրավական կողմի։ Ես չեմ ընդունում, որ ճարտարապետը ասում է, սա ճարտարապետական լուրջ հարց է, դուք հեռու մնացեք կամ այդպես չեն ասում, բայց որոշ վերապահումներով են մոտենում իմ կարծիքին, բայց միևնույն ժամանակ, երբ որ մասնագետ իրավաբանը ընթերցում է միջազգային կոնվենցիան եւ բացատրում է այն, ինչ-որ տեսակ են ունի։ Հիմա եկեք կամ որպես մասնագիտական մոտենանք բոլոր տարբեր ոլորտների մասնագետներին հարգենք կամ հակառակը։ Շնորհակալություն։